Մեզ փորձում են համոզել, թե խաղաղությունն ու պարտությունը նույն բանն են, թե խաղաղությունը ձեռք է բերվում միայն զիջումների, հրաժարումների եւ ծնկի գալու միջոցով, բայց դա սուտ է։ Դա թշնամու լեզուն է, որը փորձում է խաղաղության գաղափարը կապել թուլության ու անզորության հետ։ Իրական խաղաղությունը ծնվում է ուժից։ Խաղաղություն նշանակում է ուժեղ, գնողունակ, վճարունակ տնտեսություն, որն ապահովում է պետության կայունությունը եւ քաղաքացիների բարեկեցությունը։ Խաղաղություն նշանակում է հզոր արդյունաբերություն եւ բարձր տեխնոլոգիաներ, որոնք ստեղծում են աշխատատեղեր ու տալիս մրցակցային առավելություն։ Խաղաղություն նշանակում է արդար դատական համակարգ, որտեղ օրենքն է գերակա, ոչ թե իշխանությունը։ Արդի աշխարհում խաղաղությունը ոչ թե պայքարի վերջն է, այլ նրա սկիզբը, մեկնարկը, այն կառուցվում է այնպիսի պետության վրա, որը ոչ ոք չի կարող նվաճել, ոչ ճնշմամբ, ոչ շանտաժով։ Պետությունը խաղաղ է, երբ քաղաքացին վստահում է դատարաններին, երբ գյուղացին ապրում է իր հողում, երբ երիտասարդը ապագա է տեսնում իր երկրում։ Խաղաղությունը չի նվիրաբերվում, այն կառուցվում է, չի պահվում վախով, այն պահվում է ուժով։ Մենք չենք ուզում խաղաղություն խոնարհության հաշվին, այլ խաղաղություն արժանապատվության հիմքով։ Եվ այդ խաղաղությունը մենք չենք խնդրելու։ Մենք այն կստեղծենք մեր մտքով, մեր աշխատանքով ու մեր համախմբվածությամբ։ Սա է մեր նպատակը։ Սա է այն խաղաղությունը, որի համար արժե ապրել եւ պայքարել։